Ժողջան, չեմ կարում կարտամ ձեր գրազները, սաղ կներեք, եթե չպատասխանեմ, ոտքերից տակ եմ նայում, որտև ես նարդվաններն էլ ոտքի տակ ճոճվում եմ, փեդից է, ես ուղղակի չեմ հասկանում, նյուժել է, այսքան մարդիկ, որ գալիս են, չէր կարելի էլի էլի մի հատ էսի սարկել, մենակ խոսում են, ախպեր, մենակ խոսում են, գլնայիք էլի փայդից սաղ ճոջվող ովքեր գլող չունի է, այսինքն անգլող են իրան թաղել, քանի որ պարսիկները գլողը չեն տվել Հայաստան, մտածելով որ իրանք այդ գլողը հզորություն կդար Հայաստանին, չեն տվել գլողը, իրանց մոտ են պահել։ Իսկ Մխիթար Սպարապետին քնած տեղը գլոխը կդրել է իր, չգիտեմ, սիրուի ասեմ, ինչ ասեմ, դրա ոչ եմ եղբայրը, դավաճանական քնած տեղը գլոխը կդրել է։ Մեր հայկական վիճակը։ Այս ինչ են է սևերը։ Յուրատեսակ նայեք, էլի մեծ սև գույնի չգիտես ինչա թռնում աստեղ, ոչ մեղույա, ոչ մոձակա, փուշը վրեն կախած թռնում ախպեր, ես ինչ միջատներ են ստեղ։ Так, կաբս բռնում է, ժողովուրդ լսում եք, вообще ձենս, թե չէ։ Պալյուս ժողովուրդ ջան, որտեղ ենք, ախպեր, Խնձորեսկի կողքն ենք, ճոջվող հենենա տեսնում եք, մոստի մոտն ենք, որտեղ և գտնվում է կողքի հետ Մխիթար Սպարապետի գերեզմանը, ժողովուրդ ջան, հիշում եք, որ արդեն երկար ժամանակի ասում էի, որ գալու եմ գերեզմանի ծաղիկ խոնարհեցնելու, հաշվենք, որ ուխտերիցս մեկը այս տարվա համարյա թե կատարել եմ, մնացել է մի քանի մետր։ Ես հենց հիմա դրախտա վայրում եմ, ախպեր, լրիվ դրախտա, լրիվ։ Սրանից հետո կգնանք Հալիձոր, Հալիձորից Տաթև, որից հետո Ղափանն ու Մեղրին, ժողովուրդ ջան, ես հանդիպումներ եմ ունենալու, լայվով չեմ ունենալու, ոնց որ երեք Գորիսում եմ ունեցել հանդիպումներ, որոնք պետք չեն լայվով տալ, դա պալիցիկայի հետ չեմ ուզում լայվով անեմ ստեղից, նենց որ Ղափանում ու Մեղրիում դժվար թես լայվով մտնեմ, համել ոնց տեսա, Այդքան մեծ հետաքրքրություն ձեր մոտ չառաջացրեց ես իմ այցելություններս 30-40 հոգի մարդ էին ընդամենը դրա համար համարենք, որ ես իմ համար եկել եմ նայեք, ես ինչ այ ախպեր, ես ինչ այ ես ոնց որ դռոն ալնի, արա, ես ինչ մեծ այ
Որստեղ մեքենաներ կան, արո կանաց։ Մեքենաներ կան կանաց։ Չիպ են, չիպ։ Կապը նորմալ է Ժողովուրդ ջան։ Թափով լայք եք կոնել, ցավերը տանեմ։ Լավ է։ Լեսա, спасибо։ Բարի ձեզ։ Շատ բարի։ Պարապետի մոտ եք, նո՞։ Անպայման։ Մի հատ բան հարցնեմ, էլի։ Ստե գրված է, թե խի են հենց ստե թաղել իրան, իր աջունը։ Հենե բերթնա է իրան, հենե ժայռը տեսնում, ես է տակը որ անցքեր կա։ Էսի։ Հա։ Վերևին, Հենե վերևին, հենե քառակուսի մի հատ անցքեր կա։ Էսի իրա պարապետի բերթնա։ Դե ինչ որ գրքում գրած է, որ գլուխը տեղ են կտրել։ Հա, այս բերտում են կտրել գլուխը։ Բանա անում ինչ է, բանից երևում է, ասում է ինչ որ բանի մելիքներն են Ղարաբաղի, թե բանի մելիքներն են։ Այս մեր գյուղի մոտակայքում են, դե թեցել են ասում թեցել են։ Դե ինքը вообще մեր գյուղում էլ էլի, ասել։ Դա համար են ստիպա։ Ժողովուրդ ջան, ոնց անեմ, սենց տեսնում եք, կարտասում է։ Նոր ցույց տվեցի, Ձյաձը մեզ ասեց, որ նա իրա Պատիտակին երկու հատ մեզ խաղա։ Մի հատ բան էլ հարցնեմ, էլի ցավը տանեմ։ Իրա գերեզմանը ընդհանրապես նայող կա, այդ քարը որ դուս է եկե բանը դե որ նկարներով տեսել ենք։ Պետությունը вообще սարքում մարկում է դե չէ։ Ոչ մի բան չեն անում։ Բայց ասենք կարելի է իդի անել չեն արել, թե ուղղակի չեն կմ։ Իսկ եթե մասնավոր մարդիկ կան անեն, կարան անեն։ Թե չեն կարող։ Կարան անեն։ Հա դե կդիմեն էս բանի բնության պահպանության բանի։ Հայ, բնության պահպանության այդ բանը հուշարձանների, հա, իրանք են տալիս դլտվություն։ Տեղեսունություններին նայող կա, էլի մեր գյուղից է։ Ասեք, կարելի է Իրանից հարցրած, նա տոշնիկա։ Okay։ Որն է գերեզմանը իրա։ Գերեզմանը ասեք, որ գնաք դեհել է մի հատ։ Արահետը տանում է երկու քարա իրար կողքի։ Հա։ Մի հատ ճակաման էլ կա դրած քարի։ Որ կախեք իրանալու։ Փաստորեն պետությունը բան չի անում, ժողովուրդ։ Մխիտար Սպարապետի ամրոցն է, փաստորեն ստեղ։ Հեսա ճոբան բանով որ գնացինք, անուն ինչ է, ճոջվող մոստով կանցնենք, ցույց կտամ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, կա կապ։
Մոդեռներ ջան, մեկ գրեք որտեղ է, որ ես չեմ տեսնում մարդկանց չպատասխանեմ, հանգարց չմտածեն արհամարում եմ, չեմ կարդում հիմա ժող ջան։ Ոտքերից տակն եմ նայում ավելի շատ։ Գնում ենք Մխիտար Սպարապետի գերեզմանին։ Բավականին հետաքրքիր արահետ է։ Լավ թացա գետին է, պաղթերս բերես, որ անձրև չի։ Ոնց որ թե արդեն հասնում ենք կամաց-կամաց։ Տեսակ մագնիսական դաշտն աստե շատ ինչ։ Չեմ չակում, թե ողտնացկան մարգոր։ Հին գերեզմանոցն է աշկիս։ Ցուցանակ է Յանի դրած, ցուցանակի վրա ոչ մի բան չկա գրած, ասենք տուրիստը պիտի գա ինչ տենա ստեղ, աղբուր 1885 թվականի, թե 80 մինչև 1985, ստեղ արդեն գերեզմանները սկսվում են, հեսա Մխիտար Սպարապետի գերեզմանը, ոնց ես հասկացա, ինչա գրած վերեն պիտի բան գրած ըլնի չգիտեմ սա է թե չէ հենց մի րոպե Հա, հենա նգարած է, հեսա ինքն է նգարած է, ժողովուրդ ուշադիր նայեք, տեսնում եք նիզակով նգարած է, ուրեմն ուշադիր նայեք, էլի, այս ծաղիկներին, արդեն 1000 տարվա փռած է վրեն, մեկը չի վեկալում, մի հատ կողքի չի տանում այս ծաղիկները, որ արդեն հնություն են դարել այս ծաղիկները, ասենք չկա էլի, ուխոտ չկա աղբեր, մեր ազգի հերոսներից մեկն է, այս հենց ոնց մենք վերաբերվում ենք մեր ազգայինին, այդ նույն ձև մենք մեր ամեն ինչին ենք վերաբերվում ժողովուրդ։ Այս կողքի դնենք։ Դուր։ Սա մի րոպե Հարաջան, ես ժողովուրդ ձեր բոլորի կողմից
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Մխիթար Սպարապետին ազգին ծառայության համար, առանց որևիցե մի պաֆոս, ինքը մեր հերոսն է, ինքը մեր ազգի համար ոչ պակաս բան արել, քան Անդրանիկն ու Նժդեն։ Ափսոս, որ հայ դավաճանի ձեռքով է գնացել, շատ ափսոս։ Հիմա ցույց եմ տալիս վիճակը, ժողովուրդ։ Ուղղակի նայեք, այս կողքի խոդերը, ուստի ուշադիր նայեք, ուստի նայեք։ Այդ որ ասում եմ քարը դուրս է եկել, այդ տեսնում եք ճեղքով, դուրս է եկել, լրիվ քարը տեղից հելել է։ Այս ձիավորները վրան որ կա, նիզակներով, իրանք ընդհանրապես ռեստավրացիա անելու դեպքում շատ հիանալի կտեսք ունենան։ Կանաչապատված, մամուռը վրան դրած, բա մի մարդ, որ իր ազգի համար այսքան բան արել է, մի մարդ, որ իր ամեն ինչը ներդրել է, որ թուրքերն ու պարսիկները Հայաստանում չունենան որևիցե մի իշխանություն։ Հազար փառք իր նման հերոսներին, հազար փառք։ Ես կարամ ասեմ, ժողովուրդ ջան, իմ 6 ամիսից ավել, անգամ դաժե 8 ամսից ավել իմ երազանքներից մեկը կատարվեց այսօր։ Ես Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտն եմ ու համարեք ամեն մեկդ 140 հոգի մարդ եք, ամեն մեկդ հենց հիմա իմ միջոցով, թե ոնց ուզում եք, հաշվեք, որ ձեր տեղներ եմ ասում աղոթքը, Աստված թող լուսավորի Մխիթար Սպարապետի հոգին, թող ինքը մեր ազգի վրայից այն կողմ չգնա ու իր օրինակը մեր հայ որստեղեկի մեջն լինի միշտ։ Թող որ ամեն մի ծնված ար ու զավակ Մխիթար Սպարապետի ոգու կեսի չափն ունենա, ու մենք կլինենք ազգ, այդ ժամանակ կդառնանք ազգ։ Ասեմ, որ իրանք ժողովուրդ ջան, Մխիթար Սպարապետը առանց գլխու է հողարգավորված։ Քանի որ պարսիկները գլոխը չեն տվել հայերին, այդ գլխադողին են տվել հայերին, ասելով, որ եթե դու քո ազգի հերոսին ես գլխադում, ուրեմն դու իրավունք չունես ոչ մի ձևով ծառայելու նաև քո ազգին։ Ու դենց ժողովուրդ ջան, դենց հին գերեզմաններ են, շատ հին գերեզմաններ են, նախշերով վրան, չես էլ հասկանում, որը ինչ նախշ է նշանակում։ Ես պատմաբան չեմ, sense նախշերին չեմ տիրապետում, բայց ոնց որ տղա ու աղջիկ, ոնց որ ընտանիք կլնեսի նկարած վրան։ Ոնց որ հա, ձերքը կլոր բան անի, նայեք, մադանին մարդուկին, մադանին վերցրել են ձերքով, այսի ընտանիք է ժողովուրդ, մարդ և կին է, այսի նույն դարաշրջանից է։ Ինձ եկում անորից Սպարապետի գերեզմանի մոտ ժողովուրդ։ Ես ուրիշ ձև եմ հարգում ես մեր հերոսի անցած ուղին ու իմ կարծիքով ժողովուրդ ամբողջ ազգ, որ միլիարդավոր դոլարների է տիրապետում, իր հերոսը իրավունք չունի սեն ծռված քարով գերեզման ունենալու։ Հասկանում եմ, որ կարան ասեն պատմամշակույթային, էս այն է, հենց նոր այլ ազգիներ են եկել, ստե նայել են այլ ազգիներ են ֆռում, հասկանալի է, բայց կարելի է չէ գոնե քարը դզել, վրա ես մամուռը հանել, տեսք տալ, մարդիկ չեն հասկանում, էսի նիզակա, օծա, ինչա վրան նկարած։
Սատենիգինն է էսի։ Սատենիգի գերեզմանն է էսի։ Հա, կողքը Սատենիգինն է։ Սա էլ Սատենիգի գերեզմանն է։ Ու նորից վիճակը, չէ, Սատենիգին ավելի բարվոք վիճակում է, քան Սպարապետին է, ժողովուրդ։ Բայց դե այս ծաղիկները արդեն նորից չորացած։ Սենց։ Տեսեք, հյուրեր են գալիս, այլ ազգիներ, մերոնք։ Դե մի արեք, մտածենք, թե ում ենք գրելու նամակը, պատասխան ստանանք այս վանդալության, պետության անխնամք վիճակում թողնելու այս պատմամշակութային մեր հերոսների ու իրանց գերեզմանները, այս ինչ վիճակ է։ Դուք ուղղակի տեսնում եք, ձեզ երևում է ոնց է ծռել, մեկ կողմը լրիվ դուրս է եկել, քարի վրա է հելել, հեսա այս կողմը։ Մյուս կողմը լրիվ տակը մաքուր է, ուղղակի քարը դուրս է եկել լրիվ հողուց։ Այսինքն ինձ որ նկարները ուղարկել էին, չեն խապել։ Այ մեր հայ ազգը իր հերոսներին սենց է սիրում։ Դրա համար էլ մենք մինչև հիմա 1000 անգամ կներեք չենք կարող միասնական ազգ լինենք, որովհետև մենք մեր հերոսներին ու մեր բախտորոշ մեր կյանքը, ընդհանրապես մեր բախտը որոշող անձնավորությունների գերեզմանները անգամ չեն կարողանում կարգի բերենք։ Մի հատ ինձ կասեք, մի հատ անգլիացի գա, ասենք իրանք էլ ունեցել են իրանց հերոսները։ Այդ օրինակ Ռիչարդ, դրանց գերեզմանները մի հատ Google արեք, տեսեք ինչ վիճակում է պահվում ախպեր։ Հասկանում եմ, որ մահացած մարդ է եւ այլն, բայց նայեք, Մխիթար Սպարապետ մի ցելի էպոխա։ Մի ցելի էպոխա, ժողովուրդ, այս մարդը եթե չլներ, բացեք կարդացեք էլի պատմությունով Մխիթար Սպարապետն ինչ է արել հայ ազգի համար։ Անկամ հիմա իմ համար ժողովուրդ ջան, անկամ հիմա իմ համար այնքան հուզիչ պահ չեք պատկերացնում։ Մի հատ լեգենդի շիրիմի առաջ եմ կանած, որ հայ ազգի իմ սերունդների համար ինքը այսօր անգլող ստեղ պարգած է ու բոլորիս հարազատը պետք է համարվեր ինքը, ամեն մեկս մեկ լումա դնելով, ամբողջ հայ ազգը մեկ լումա ընդամենը դնելով, մենք կունենայինք ստեղ բարվոք վիճակում, ոչ թե սենց, նայեք, հələ զիբիլանոցը, նայեք ստե նայեք։ Ճիշտ է, ես հիմա չեմ ուզում կամերաների առաջ այս ամեն ինչն անեմ, որպեսզի վաղը մյուս օրը մնացածը չասեն գնացեք կամերայի առաջ ինչ որ գործողություն է անում։ Ես հեսա կամերան կփոխանցեմ, ես այս գործողությունը կանեմ, կմաքրեմ ստեղ։ Բայց մենք պետք է ազգովի հասկանանք, որ սենց հերոսներին պետք է պատվել, օրինակ սարքել, ոչ թե Նիկոլներին։ Այն կողմի վրա բան արա, բայիկ չպայեց ինձ վրա։
Շատ հենց պարապետի գերեզմանը, որտեղ ինքը լեգենդ է։ Եթե ինքը չլներ, մենք այսօր Հայաստան չենք ունենա։ Գերեզմանը որտեղ է գիրեք։ Նշտերից գերեզմանը երկու տեղ կա, այսինքն ինքը ընդհանրապես աշխարհում 3 տեղ կա, մեկ Վլադիմիրի վերջին մոտնա, մեկը Խուստուփ Սարի ներքևն է, մի հատ աղբյուր կա, իր կողմը մասուկները թաղած, ոնց որ ինքը Զավիշյանին տվել էր, իսկ մյուսը ոնց էր, Վերնաշեն գյուղի մոտնա, ինքը 7 կիլոմետր վանքի մոտնա, էլի 7 կիլոմետր Սարի վրա է ցելնում, սովորական մեքենայով չես ելնում, տրասավեր դեպքալն է։ Ըստ էից մոտավորապես մի 60-70 կիլոմետր հեռավորության վրա։ Ասա բերեցին երկու տեղ են, հա։ Հա, իր մասունքներից կեսը ընդեղ են թաղել, կեսը Խուստուփը ոնց որ ինքը ասել է, Խուստուփ Սարի բանում կանոնիկ, Խուստուփի տակն է։ Լավ է պահած, թե ընդեղ է։ Չէ, ընդեղ Խուստուփի տակը այդ կարգի վիճակ չի, բան է, այդ վանքի մոդինը շատ լավ վիճակում է, տաբանա իր բան։ Այ Վլադիմիրում Վլադիմիրում էլ է լավ պահված, սա մաքրը։ բայց չես կարող ասես ընդ մեջը մարդ կա դե չկա։ Իհարկե չես կարող։ Բայց եթե մարդել չկա, որտես պահած։ Չէ, նորմալ պահած է, ինքը աշխատող գերեզմանը։ Գարեգին Նժդեն այն ազնվորությունն է, որը միակը, որը Ստալինը վախեցավ սպանել։ Որտեւ ինքը ասաց, թե մարդու սպանության մասին չի, իր գործն է աշխատել այդ ժամանակ ավելի ակտիվ։ Ժամանակ ինքը ընդեղ մահացավ։ Գերեզմանը վիդեոյով կտանք։ Որ Վլադիմիրում։ Հա։ Երեխեքին բան են։ Չէ, որ գնաք Խուստուփ լեռան տակ, դե հարցրեք աղբյուր կա, այդ աղբյուրի մոդն է։ Գարտեզի մեջ Աշկովս մի հատ գյուղ ընկավ, Մեջդեա, դից կա, հա, դա իր կապ ունի գերեզմանի հետ։ Դե երևի իր ապրելու, այնտեղ ինչ որ պայքարելու հետ կապ ունի, բայց ինքը չէ, ձորի մեջն է այդ աղբյուրը։ Գյուղում չի էլի ինքը։ Ընդհանրապես Խուստուփի լեռան վրա ելեք, եթե տուրիստներ եք, ելեք լեռան վրա, որտեղից իր արձանն է դրած, ինքը որ ասում է, եթե հայացք գցես Խուստուփ Սարին, չգիտեմ, լսել եք թե չէ։ Ինքը իր ամեն ինչը իր կենսական կյանքը կապել է այդ Խուստուփ լեռան հետ։ Так, ինչ անենք, ժողովուրդ ջան, արեք շարժվենք առաջ, գնանք, գնացինք։ Գնանք կամուրջով անցնենք։ Մի տեսակ մեջիցս այս աշկիս եկեղեցու պես բան է եղել, փլվել է էլի։ Մեջիցս ոնց որ sense մի հատ քարանգներ։ Բայց պատկերացրեք էլի։ Նայեք, էս ենք ժողովուրդ, մենք էս ենք գերեզմանոցի դիմացը մշակույթի, սպորտի նախարար էս, ինչ ես այ Անդրասյան, Ժաննուհի, էս ինչ վիճակ է, ուր են պաստառները, ուր են, ինչու մասին է էս գերեզմանոցը, ինչու, այ դուք էս եք, դուք ձեր ազգով մեկ գերեզմանի չեք արժանանալու, մենակ լափում եք, Այն հայը, որ ազգն ուրանա, ոնց է երկի բարերը մի հատ գրեք։ Մի հատ աղբեր գդի էդ երկը, էլի։ Նելսիգի այն ազգը, այն հայը, որ ազգն ուրանա, դենց գրի կբերի։ Հա։
Այն ազգը, որ այն հայը, որ ազգ Բարև ժողովուրդ ջան, կներեք, որ չեմ կարում կարդամ։ Բավականին ձգողական ուժ կա, թե ինչ չեմ հասկանում, շատ ծանր աստեղ քայլել է։ Ես անգամ կասկածներ ունեմ, որ օդի մաքրությունից է։ Այնքան աղութը մաքուր, որ կիսլարոդի մաքրությունից գլուխս պտտվում է, ժողովուրդ։ Հետո մի հատ գլուշի ծերից հոտ քաշեմ, Երևանյան Երևանյան միջավայրի մեջ հայտնվեմ մի պահ, որ կարողանամ քելեմ։ Ժողովուրդ ջան, մոդեռներ ջան, մեկ գրեք, որտեղ ենք, ինչ ենք անում, որ մարդիկ տագից որ գրում են հասկանան, որ մի քիչ ուշացան Մխիթար Սպարապետի գերեզմանները տեսնելուց։ Հայքի անունով իր սերունդը կոչվեց Հայկազուն, իսկ երկիրը Հայք, Հայաստան։ Սիրեք Հայաստանը, ժողովուրդ։ Մեծագույն պատիվը հայ ծնվելը։ Մեծագույն պատիվը հայ մեռնելը։ Հայ մնալը քրտնաջան աշխատանք է, ժողովուրդ ջան։ Հայ մնացեք, որ հայ հերոսների գլուխներ կտրող հայես չլնեք։ Շունչս կտրավ։ Գլուշից էլ չկա մեքենա։ Մեքենայի գլուշից էլ է պետք։ Կանեմ շունչ քաշեմ մի քիչ։ Կանենք ախպերա, պոեզի գծերի պես պիտի ասեք կպցի։ Արո չեմ կարա մի հատ ջերմուկ խմենք։ Երկու հատ սառը ջերմուկ գտակ, ավելի ճիշտ բեժնի տուր էլ երկու հատ։ Այ դրանք սառն են։ Ոյ ապրես։ Արո, արի։ Հա։ Սրան չկբնես կգնի վար։ Սրան չկբնես կգնի վար։ Մի հատ բեժնի խմենք, ժող ջան։ Ընդ մեր թանգարանն է, ընդ այսքի մարդիկ ոսան ապրել։ Առաջ ինչ բաներ կա, տենց է։ Սա կմտնենք կնենք։
Հայ մարդիկ են։ Այս մասը ապրում։ Հա։ Մաթավստի ապրում։ Որտեղ ապրում։ Ստենց։ Գիտեն։ Ապրես Ռոբերտ ջան։ Դե հիմի ախպերում չեմ տեսելա, չեմ կարդացել ներող կլնեք։ Բոլորիդ պրիվետ, ցավերը տանեմ։ Ժորժ ջան, հնարավորինս են վերևից ցելը գցեք, էլի մի քիչ ակտիվությունս ելնի։ Շատ հետաքրքիր սիրուներ հետ։ Արա, մեքենան ով էր գցել, շնորհակալություն մեքենան գցելու համար, Ժորժ ջան։ Ստեից հիմի նայեք ինչ ենք անում, մոստ անցնում ենք, մի հատ ընդեղ ենք մի քիչ նայում, հետո գնում ենք Հալիձորից է գնում ենք Տաթև, դրանից հետո կորոշենք, Ճոբանողիով ենք գնալու, այո, ես որտեղ է, Էսի ախպեր ոնց են ասում, սադանի կամուժ են ասում ախպեր ստե։ Ջոջվող կամուժն է, Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտնա, Ժող ջան։ Մինչև վերև բարսա, Դավիթ ջան, արդեն մինացյուրնի եմ կամած, այդ ամ գարձիրով փոխելու ցավերը տանեմ։ Հատու հովան է։ Հարկ բանը։ Դուր մի հատ, YouTube մտի դուր։ Կանի վարկը։ Այս հենց որ էթում ես հենց տեղ է ժողովուրդ։ Հպարտությունից մեջից հենց երում ա, որ դու հայ ես, հորը սարև։ Բեր նկարն ենք ախպեր։ Всё? Դա YouTube մտի դուր։ Բարև Գրիշա ջան։ Ռուստան ջան, ցավերը տանեմ, մի գրեք էլի ապրես, ախպեր, մեռեմ ձեր կյանքին, ես էսի գովեստների համար չեմ անում, ցավերը տանեմ, ես ձեր տեղն եմ եկել, այն մարդկանց ովքեր հնարավորություն չունեն այսօր ստեղ ելնելու, ես իմ այս ձեռքերով սայկաբել եմ իրա շիրիմին, ես ինչ ասեմ, ես չեմ, այդ սխալ բառը ասես, ես իրա ցավը տանեմ, ես իրան երախտապարդ եմ, որ ես իրա ազգակիցն եմ, ես պարդավոր եմ, ախպեր, ձեր հետ միասին Այս երկիրը չտանք թշնամուն, ախպեր, այս մարդիկ պահել են այս ամեն ինչը, այս մարդիկ իրանց կյանքը գլոխներն են թրծրելու այս հայրենիքի համար, ախպեր, ով ես դու, այ Նիկոլ, ով ես դու, որ քեզի մի ստորագրությամբ հայրենիքն ես կիսում, ախպեր, Նելի ջան, քո համար հատուկ նկարել եմ երկու պաստար, Արցախ Ստեփանակերտ դեպի ուղևորությունը, ես քեզ ուղարկելու եմ, ես քեզ խոստանում եմ, Արցախը նորից հայ կգան առնելու, ցավը տանեմ ու քո նման արցախցիներին բոլորիդ ասում եմ դուք հետ չգցեք ադրբեջանցի բառանը լուրջ եմ ասում ձեզ նույն բառանը եթե մենք ուղեղով ու միասնական ենք եթե մենք այսպես անջատված ենք իրարից ցավերը տանեմ ուրեմն մեզ ոչ թե մենակ ադրբեջանցի մեզ ծափ տան կողքերս մենք պարդված ենք ելնելու Նիկոլի նմաններն են որ մեզ պարդված իրանք պարդված հոգի ունենալով մեզ է տանում են պարդության ախպեր Вообще չմտածեք, ցավերը տանը, вообще չմտածեք։ Ուղղակի մեկ այդ մյուսիդ մի քայեք, մեկ այդ մյուսիկ մի նախանձեք, իրար վադը մի կուզեցեք, ցավերը տանը։ Դուք կտենաք ինչքան 3 օրվա ենք հետ վերելու այդ ամենը, 3 օրն եմ շատ ասում ձեզ։ 2-48 ժամվա Արցախը մերն առնելու։ Ուղղակի դրա համար պետք է նորից եմ ասում, մթնոլորտ ստեղծվի, ճիշտ մթնոլորտ, որը այդ մթնոլորտը միակ ստեղծվի այն դեպքում, երբ որ մենք մեկս մյուսից քուր ու ախպեր կհամարենք ու պատրաստ կլինենք մեկս մյուսից համար կյանքերս զոհենք։
Ջերմակել եմ ասիսը մեր, այս տարավոր մեծ տարդից, այը հոգով սավեր անշել, երբ խոսել եմ ասիսից, ջերմակել եմ ասիսը մեր, այս տարավոր մեծ տարդից, այը հոգով սավեր անշել, երբ Ես երկնել լսենք ու երթանք, ժողովուրդ ջան, շարժվենք։ Ես ձեզ այսօր շատ բան ունեմ ցույց տալու։ Մի բան էլ ասեմ։ Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպել երեք, որը պետք չի օնլայն արտակում հանդիպել։ Նույնը լինելու է Ղապանում, նույնը լինելու է Մեղրիում, առանց լայվի։ Հավատացեք, գործընթացը Մախավիգը արդեն տալիս է։ Ու սենց ամբողջ Հայաստանում առնելու։ Այդ ծնողի պես ես նայում Արարատիցը Այդ ծնողի պես ես նայում Արարատիցը Հայաստանի հոգին մեռն է Սրտիս խորքիցը Հայաստանի հոգին մեռն է Սրտիս խորքիցը Բաժակները լացրեք խմեք կենաց այերի Կենական քաշաձողի կա, լիքը։ Բաժակները լացրեք խմեք կենաց այերի Անդրանիկի սերով փաշի Գևորգ Չաուշի Անդրանիկի սերով փաշի Գևորգ Չաուշի Բիզնես է։ Այն հայը որ ազգնուրանա Եվ այլ ազգդարնա Որս ինչ եմ վճարել ձեզ։ Այն հայը որ ազգնուրանա Եվ այլ ազգդարնա Մահկանորի հայոց հողին թող չարժանանա Մահկանորի հայոց հողին թող չարժանանա Բաժակները լցրեք խմեք կենաց հայերի Բաժակները լցրեք խմեք կենաց հայերի Անդրանիկի սերով փաշի Այդ բժշկյանցի Անդրանիկի սերով փաշի Գևորգ Չաուշի Հելանք ժողջան։ Կոմնա։ Ալեն ծանցնենք։ Գնացինք։ Լավ, հերիկա իմ դեմքս ցույց տամ։ Արդեն հոգներ եք քանի տարվա մեջ դեմքիցս գնացինք։ Ֆու։
Որո արդեն 7 տոննա ենք։ Всё, ճոճվեց։ Օհո։ Արի է։ Դենց կյաժը սեղը որ չանցնես արյանցի։ Չէ, վախենում ա, չի կարում։ Ախպեր պաբայի ձերկը բռնի որ չվախենա արի անցի։ Պաբան չի վախենա, ապրես, այ դենց արի։ Անդրանիգի Ախ Արա սրա վրա չէին են Վանեցյանը, Տոնոյանը, Նիկոլը ճոճվում էին պարելով իրանցից դուս յանի պարում էին Նայեք ստե ժողովուրդ Ora mi čarade. Ժողջան չեմ նայեմ ինչ եք գրում, բայց լավ եք գրում։ Մի հատ ներքևը նայեք։ Մի հատ այն կողմը նայեք։ Աստված ջան։ Էսի Հայաստանի կյանքի կամուրջն է, ժողովուրդ ջան, ճոճվող, ճռացող, բայց մենք կարանք ունենանք առանց ճոճվող, առանց վտանգների, սա լավ կամուրջ։ Ախպեր մի դες վազի, էլի շարժվում է բեսամ, վազում է։ Թեթև մի հատ թեթև ավա ոնց որ փիղը քելի Արա այս ինչ ալնում արա Հայ հորես սարև ոնց որ երկրաշարժ լինի ախպեր ոտքերի տակը Հայ հոյ Դե իմ ինչքան ուզում եք շարժեք Ֆու Մարդիկ ապրել են, ինչ է գրած, ձիանոց է էսի, ախպեր Ձի են պա էստեղ Հենա գրած ախպեր, ձի է Չէ Գնա
Այ հյուսիսային պողոտայում ապրող նվնվածողներ։ Նայեք մարդիկ որտեղ են ապրի, արա։ Ու մենք պետք է ասենք, թե մեր կյանքը լավ է, չի։ Ստե նայեք ախպեր, արա։ Մարդիկ ստեղ են ապրել։ Որը սարև, արա։ Բա։ Ապրել են երևի ես են ամենը հարուստների տններից մեկը կլնի։ Ոնց որ երկու սենյակ է։ Գյումրից ես։ Գյումրից ես։ Բա։ Նայեք 1000 կիլոմետր եկել են, երկու զեմլակ իրար հանդիպեցին։ Բա։ Ինչ է։ Չէ, այստեղ ցերկով չկա, այնտեղ վերևը բան է, ժողովուրդ ջան, չեմ կարող ելնեմ։ Թե չէ, այս տատև вообще մեռած վիճակ կլինի, մոտս չեմ կարողանա ելեմ։ Այս մոստը ձեզ ցույց տվեցի, մնացածը արդեն ոնց որ ասում է, չեմ կարող ցույց տամ կներեք 1000 անգամ։ Էսա նայեք, ես այստեղից ես ցույց կտամ ընդդից։ Այսա մի րոպե։ Արա, լիքը մարդ է գալիս։ Այն ամենավերևին է, այս աչի վրա ամենավերևին է, դա Մխիթարսպարապետի Բերդն է, այն վերևին է, որտեղ իրան գլխատել են։ Այ, ստե չի երևում, մի քիչ ընդեղ մեջտեղից որ բանես, կամ պետք է հելնես ընդդից այն ամենավերևը որ կա։ Հա, հայ է դա։ Ընդեղ որ մոտիկ ետակ սենյակները բան կասա։ Հեսա ձեզ է ցույց տամ, ժող ջան։ Ինչ է։ Так, մի րոպե, ժողովուրդ նայեք։ Հենա ցույց եմ տալիս, սա Մխիթարսպարապետի Բերդն է, հենա։ Այսի, սենց վերևով։ Սա հենց այդ Բերդն է, որի մեջ իրան գլխատել են, ժողովուրդ ջան։ Թուրքի ձագերը, թուրքի ծնունդ հայերը։ Այն ժամանակվանից հետ եղել են, էլի։ Մի հատ տակը գրեք ոչ քպը, էլի ցավերը տանեմ, սիդես հովանամ մի քիչ։ Տակը սաղը գրում ենք ոչ քպեին, ախպեր։ Մի կարակ ասեք ինչ կապ ունի Մխիթարսպարապետը քպեի հետ պերյամոյ կապ ունի։ Այն վաղտե քպը չի եղել, ուրիշ բան ա եղել։ Աստված ջան, պայև պաշտպանի իմ ազգս։ Թուրքա բարով հայերից։ Գիտեք, չէ, ավելի վտանգավոր են, քան թուրքերը, քան պարսիկները, հատենց հայերը։ Շատ վտանգավոր ու կեղտոտ են։ Ես աստեղից հելնում ենք վերև, ժողովուրդ ջան։ Էլի տրուտնի պայջամ ալնելու, շատ դժվար պայջամ ալնելու։ Այդ պայջամը կհելնենք վերջացնենք։ Հատեղից եթերը կվերջացնեմ, մեկը հոլիձորում կմիացնեմ։ Էսի կորնի զորնա։ Զգուշ, զգուշ։ Զգուշ ավայլա չտաս, ախպեր ես։
Չէ ախպեր, ես խո վանը չեմ, վանեցյանը չեմ, կամ տոնոյանը ձեռներս թապտամ։ Հայկական պարում էին ու Արցախը ստվեցին։ Սաղին հատատ բացահայտելու ենք, ով Արցախին դավաճանել, սաղին հատատ, սաղդ պատասխան եք տալու Արցախի համար, մեկիտ մտքով չանցներ դուք փստալու եք։ Հələ սպասեք դուք։ Օրայսի ճոջվել է, ճոջվում վեշջում, տուրբուլենտնես ոնց որ ունի սամալյոտի։ Հա, землячка ջան։ Նորմալի չէ։ Նորմալն է, Ռուսաստան որտեղ ես ապրում։ Մանգտագործ։ Մագնիտագործ տնաշեն էդ ինչքան է հեռու եք գնացել Մագնիտագործ։ Արա կյաշ։ Դուք լենագան ո՞ր մարդիկ եք։ Ես մինչև 13 տարեկան եմ ապրել։ Սլաբոդկի մոդը։ Հա, երկրորդ դպրոց եմ գնացել։ Ահա։ Չէ, Սլաբոդկի մեջ չեմ եղել, մոդը, կես խովելի փողոց է։ Հա, ախպեր։ Երեխեն չկարա ցավկեցի համոզեր տաներ։ Ոտով ավելի սլավ է, ծորով իշտի։ Դեղը լավոտ, դեղը ավելի սան։ Դե գնացինք, ձեզի լավ։ Սպաս է արում, միատ ստեղ շունչ կաշենք վերնենք։ Արես ինչ կարուսելների մեջ ենք ընգե։ Գնացինք։ Ժողջան, ստեից ավարդում եմ եթերը, ուրեմն մի ժամվա ընթացքում հոլիձորից եթեր կմտնեմ, ստեղ անջատ եմ, որ հանգիստ հելնեմ, լավ մնացեք, ցավերը տանեմ ու շատ եղեք, կմտնեմ շուտով։